2020 թվականի նոյեմբերի 9-ից 5 տարի անցել է, ինչ եք կարծում, ինչ դիրքերում ենք հիմա։ Անհասկանալի վիճակ է հանրապետությունում։ Այս 5 տարվա մեջ միայն թանկություն, ոչ մի լավ բան ես չեմ տեսնում։ Անվտանգային առումով ինչ եք կարծում, ինչ դիրքերում ենք։ Ամբողջ օրը մարդասպանությունն ու ավտովթարներ։ Այսքան կամերաների հետ մեկտեղ, այսքան ավտովթարներ, այսքան մահացու դեպքեր։ Հենց ոչ մի լավ բան չկա։ Տեսեք, վարկած կար, միտք կար, որ Ղարաբաղը տանք, հանգիստ կապրենք։ Ղարաբաղը չկա, արդեն 2 տարի է, մեր հսկողության տակ չի, ինչ եք կարծում, ավելի լավացել է մեր վիճակը, անվտանգային խնդիրները։ Չէ, գնալով վտանգավոր է դառնում Հայաստանի Հանրապետությունում ապրելը։ Այսինքն դուք գտնում եք, որ ավելի վատ թույլ դիրքերում ենք մենք հիմա, քան 5 տարի առաջ էինք։ Դիրքերում ես չեմ եղել, չգիտեմ ինչ դիրքերում ենք, բայց հենց որ նայում եմ իմ հայացքը դեպի այս ամեն ինչը։ Հենց սահմանային դիրքերը նկատի չունեի, ընդհանրապես բանակցային անվտանգության առումով անհասկանալի է, ամեն ինչ անհասկանալի է, բայց որ գնալով թուլանում ենք, դա փաստ է։ Թուլանում ենք այն առումով, որովհետև հակառակորդը մեզ ամեն ինչով մեղադրում է ու ամեն ինչ մեր հասցեին ասում է, բայց պատասխանող կողմ չկա։ Խնդրում եմ ուրիշի հարցրեք, ուղղակի հոգնել ենք, երկրից էլ ամեն ինչ։ Համեմատած լավ։ Ամեն դեպքում հետ չենք, ավելի առաջ ենք։ Ավելի առաջ ենք, լավ։ Դրական բաներ շատ կան։ Շատ վատ։ Անվտանգային առումով ընդհանրապես Շատ վատ։ Չեմ կարող ասեմ։ Ոչ մի լավ բան չեմ տեսնում, ասենց ասեմ։ Ճիշտ ասած աշխատում եմ քաղաքականության հետ առհասարակ կապ չունենամ, չեմ ուզում ոչ մի տեսակ։ Դա այդքան քաղաքականության հետ չի կապված, անվտանգային առումով ընդհանրապես սոցիալական վիճակը միգուցե առհասարակ փորձում չես օգնեմ։ Դիրքը հետևյալի մեջ է։ Մենք այսօր միայն տվողի դերում ենք, ինչպես ամբողջ կյանքում։ Մենք ամբողջ կյանքում տվել ենք, ոչինչ չենք վերցրել։ Ձեզ ինչ է թվում, տալով ուր կհասնենք։ Տեսեք, 2020-ի նոյեմբերի հետ համեմատած իշխանություններն ասում են, որ ավելի լավ դիրքերում ենք այսօր։ Այո, ճիշտ են ասում, եղբայր, ամեն ինչ թանկացել է, որ ասում են հացն էժանա, այո, հացն էժանա, բայց հացը այսքան է, ոչ թե այսքան։ Այդքանը կարամ ասեմ։ Դա դարձավ որ ճիշտ է։ Ինչ։ Դա դարձավ որ ճիշտ է, լավ դիրքերում ենք։ Իհարկե, ճակերտավոր, այո, իրանք ճիշտ են։ Չեմ կարող պատասխանել։ Շատ վատ դիրքերում։ Անվտանգային առումով սոցիալական վիճակ։ Անվտանգություն կարամ ասեմ, որ չկա։ Ինքս արցախցի եմ, հասկանում եմ ամեն ինչ։ Չեք կիսում իշխանությունների այն միտքը, որ ամեն ինչ ավելի լավ է հիմա։ Ոչ։ Ոչ հուսադրող։ Իհարկե վատ։ Անվտանգային առումով սոցիալական վիճակ։ Եվ անվտանգային, եւ սոցիալական։ Շատ վատ։ Խայտարակ դիրքերում ենք այսօր։ Խայտարակ։ Անվտանգային առումով սոցիալական վիճակ։ Սոցիալական վիճակը գնալով ընկնում է շատ վատ։ Անվտանգային առումով սենց կասկած, շակերտավոր իբր թե խաղաղություն, բայց ես գիտեմ, մի կրակոցով փլուզվելու է այս ամեն ինչը, էլի։ Այսինքն իշխանությունների, տեսեք, այն միտքը, թեզը Արցախը տանք, հանգիստ ապրենք, աշխատեց, չաշխատեց։ Իհարկե չաշխատել, ոնց կարող աշխատի։ Հենց այդ թեզը ամենախայտարակ թեզն է, էլի, որ Հայաստանին ամենաշատ հարվածները հասցրեց։ Այսինքն ոնց կարաս մեր մյուս պետությունը Արցախը 10, ինչի։ Թողեր գնար, նոր իշխանություն ձևավորվեր, նորմալ երկիր են գնել իր հողի սովորական կյանքի մեջ։ Սարսափելի է, Թուրքիան, որ ասում է, թուրքացնում են մեզ, բոլորին թուրք են սարքում, ու գիտեք ինչ, էշ է ականջում ժողովուրդը քնած է, էշ է ականջում։ Մի միտք էր կարծես շրջանառվում իշխանությունների կողմից, Արցախը տանք, հանգիստ ապրենք, կարծում եք արդարացվեց դա։ Արցախը հենց պատնեշն էր, որը մեզ պահպանում էր, պատնեշը, գիտեք ինչ, այդ սերմը գցել են ժողովրդի մեջ, զոմբիները, այդ այլանդակությունը, Գարեգին Նժդենի զուր չի ասել, որ բոլոր ազգերի մեջ կան տականքներ, բայց հայի տականքը ամենավերն է, ամենասարսափելին է, հերիք չելավ դավաճանեն, հերիք չելավ ուտելը բոլորն էլ ուզում են, դուք էլ եք ուզում ուտել, ես էլ ինքն էլ բոլորը ուզում են հաց ուտեն, բայց դավաճանությամբ իրանց արյունը պղծելով, իրանց ամեն ինչը մոռանալով, որ հայ են, մարդ ամանչում արդեն ասի, որ հայ է։ Անվտանգային առումով
սոցիալական Մեզ վիճակը։ հստանով ապրում ենք։ Ամեն դեպքում։ Իսկ այն միտքը, որ կար, կարծես իշխանության կողմից շրջանառվում էր Արցախը տանք հանգիստ ապրենք, արդարացվեց, ինչ եք կարծում։ Այս գաղափարով մեզ հանգստություն չկա։ Շատ լավ, 2025-ին շատ լավ։ Լավ, Այո։ լավ, վատ, անվտանգային առումով սոցիալ։ Վատ։ Նույնը։ Զրոյի վրա։ Մեր անվտանգությունը հենց հիմա ես կարծում եմ, որ զրոյի վրա է, որ Թուրքը ադրբեջանցին ամբողջ մտելա մեր հողերը, գրավելա։ Եվ քիչ-քիչ առաջ է գալի, ասելով, որ հողերը իրանցն է, իրանց են վերադարձնում։ Իսկ այն թեզը, Արարատ Միրզոյանի այդ ոնց որ ասած անգիր արած խոսքերը, իրանց են վերադարձնում։ իսկ այն թեզը, որ կարծես իշխանական շրջանակներից սկիզբ առավի շրջանառվում էր Արցախը տանք հանգիստ ապրենք։ Կարծում եք Վայ, դա ես առաջորդանից ցավ եմ ապրել, որ այդ գիտեք ինչ, այն անխելք մարդիկ, որ մտածում են միանց իրանց գարշը, ստամոքսը լցնեն, ու այդ փողերի դիմացը իրանք լավ կապրեն, էտա նշանակում, որոշ մարդիկ համաձայն են, իհարկե գտանք լավ կապրեն, հիմա արդեն Եվրոպայի ճանապարհները բացվում է մեր առաջ, բայց արդյոք բացվում է։ 10 տարի թե Վրաստանը պայքարեց, այդքան կորուստներ տվեցին պայքարի մեջ, բայց մնացին դատարկ։ Հիմա էլ ձգտում են դեպի Ռուսաստան։ Իսկ մեր մասով ինչ եք կարծում։ Կարծում եք մեր մասով բացվում է ճանապարհները դեպի Եվրոպա։ Ոչ, չի էլ բացվելու։ Դա գիտեք ինչ, ոնց որ դա թոս փչեն ժողովրդին, որտեղ 26 թվին ինքը պետք է նորից վեր ընտրվի ոչ բարով։ Դա Հայաստանի ցեցն է, ցեցը, որ ընկավ Հայաստանի մեջ, ու սենց այն ցեցը ոնց է ուտում ամբողջ հագուստը, տենց էլ ինքը ուտում է ամբողջ սահմաններից բռնացրած, մենակ իր աթոռը ապահովելու համար 10,000-անոց ոստիկանական գումարտակա կազմը իր համար, որ իր աթոռը պիտ պահեն, իր ընտանիքը ապահով գարշները լցնեն, մանգան, իրանց ուզածը պետք, էդ են ուզում իրանք, ինքը երրորդ անգամ ոչ բարով, Աստված, քո արդար դատաստանը։